Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, դերասան Աշոտ Պողոսյանը վերջին շրջանում ամուսնացել է։ Աշոտի և Լուսինեի հարսանիքը կայացել է Իտալիայում։ Իսկ արդեն ամուսնությունից հետո զույգը մեկնել է Փարիզ։ Նրանք այնտեղից սիրառատ լուսանկարներ են հրապարակել։ Նշենք, որ Աշոտ Պողոսյանի վերջին հարցազրույցներից մեկը տեղի էր ունեցել բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում, որտեղ նա խոսելով աշխատանքային գործունեության և դադարների մասին, մասնավորապես նշել է. «Հեռուստատեսությունում չէի, բայց դերասանությունից չէի կտրվել, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատում էի Պարոնյան թատրոնում։ Որպես դերասան իմ հաճույքը ստանում էի թատրոնից, ու անկեղծ որ ասեմ, մեծ կարիք էլ չունեի երևալու։ Այն, ինչը որ ուզում էի թատրոնից ստանում էի։ Այդ ընթացքում միաժամանակ ունեի իմ փոքրիկ բիզնեսները և շատ ժամանակ հատկացնում էի դրանց։ Այդպես ակտիվորեն չէի հետաքրքրվում, թե ինչ է կատարվում մեր շոու բիզնեսում, բայց այնպես էլ չի, որ ընդհանրապես չեմ նկարահանվել։ Ինձ համար թատրոնում լինելը վերջում ծափեր ստանալն ավելի մեծ բավականություն է բերում, քան հեռուստատեսությունում լինելը, բայց հեռուստատեսությունն է դերասանին բերում հայտնիություն թե ֆինանսական, թե մնացած բոլոր առիթներով, եթե հոգևորը հանենք։ Թատրոնն ավելի շատ հոգևոր հաճույք է տալիս։ Թատրոնի ֆինանսականից չեմ ուզում խոսեմ, ինձ թվում է բոլորիդ հայտնի է թատրոններում ինչ աշխատավարձ են ստանում։ Թատրոնում չեմ մոտավորապես 10 ամիս է։ Մի փոքր խնդիրներ առաջացան, պետք է մեկ ամսով Եգիպտոս գնայի նկարահանումների։ Որոշեցինք չշարունակել։ Այնպես չի, որ վերջն է եղել։ Ես հույս ունեմ նույն Պարոնյան թատրոն ընդունվել մոտակա ամիսներին։ Եթե չստացվի, ուրիշ թատրոնների տարբերակներ էլ կան։ Նախ և առաջ կուզեմ Պարոնյան, որովհետև այնտեղի բեմի աուրան ամենալավն է բոլոր թատրոնների մեջ։ Թող ինձ ներեն մնացած թատրոնների ռեժիսորները, դերասանները, բայց ինձ համար առաջինն է Պարոնյան թատրոնը։ Երբ չես խաղում, ինչ-որ բաներ են մեջդ կուտակվում, և չգիտես ոնց անես, ոնց արտահայտես։ Երբ որ բեմի վրա խաղում ես, այնպես լավ հոգեպես հանգստանում ես։ Դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Թատրոնն ու կինոն ինձ համար իրարից շատ տարբեր են։ Կյանքումս ինչ խնդիր ուզում է ունեցած լինեմ, երբ գնում եմ թատրոն, մոռանում եմ։ Չգիտեմ ինչ գերբնական ուժ կա այդտեղ, բայց դա այդպես է։ Ինչու են պրոդյուսերները ընտրում բլոգերներին և տիկտոկերներին։ Դերասանի կարծիքը հետևյալն է. մի կողմից պրոդյուսերներին մեղադրել չես կարող, մյուս կողմից էլ պետք է մեղադրես։ Փաստը մնում է փաստ։ Ովքեր ունեն հետևորդներ, լսարան են ապահովում և պրոդյուսերները նայում են այս տեսանկյունից։ Դրա համար իրենք ընտրում են այդպիսի մարդկանց, որ հեռուստասերիալը ավելի տարածվի։ Պրոդյուսերների տեսանկյունից այդպես է, որպես դերասան տհաճ է, որովհետև թատերական ինստիտուտում ինչքան էլ վատ լինեն դերասանները, հավատացեք ավելի լավն են, քան իրենք։ Ամեն դեպքում այդ 4 տարին, որ սովորում ես, շատ բան է քեզ տալիս։ Ես 6 տարի եմ սովորել, մագիստրատուրան էլ հետը։ Այն մթնոլորտը, որ թատերականում կա, ոչ մի տեղ չես գտնի։ Եթե էլի հնարավորություն ունենայի, էլի թատերական կընդունվեի։ Այո, տիկտոկերների և բլոգերների լինելով որակապես ընկնում է։ Չնայած կան բլոգերներ, ովքեր կարողանում են խաղալ։ Դու դերասան ես և քո էջը կարող է այդքան էլ հետաքրքիր չլինել, որովհետև բլոգեր չես, որ ամեն օր նյութեր տեղադրես, որ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջանա։ Դերասան ես, երբ ունենում ես նկարահանում կամ հատվածներ ինչ-որ նոր խաղացած տեղադրում ես։ Դրա համար չես ունենում ակտիվ էջ և շատ հետևորդներ։ Չնայած կան դերասաններ, ովքեր ունեն բավականին հետևորդներ։ Իմ կարծիքով մեղադրել պրոդյուսերներին այդքան էլ ճիշտ չի, որովհետև քանի որ մեր մոտ ամեն ինչ մասնավոր է, իրենք պետք է հովանավորներ գտնեն։ Բայց պետք է նաև մեղադրել, որովհետև որակը շատ է ընկնում։ Օրեր առաջ դերասանն իր էջում հոլովակի տեսքով հրապարակում էր արել, որտեղ ասում էր. «Մենք սխալ մարդկանց հանդիպում ենք, որ հետո կարողանանք գնահատել ճիշտ մարդկանց»։ Այն մասին, թե շատ են եղել իր կյանքում սխալ մարդիկ, Աշոտի պատասխանը եղավ այսպես. Նախ սկսենք այդ տեսահոլովակներից։ Ինչի եմ այդպիսի հոլովակներ տեղադրում։ Վաղուց ունեի գաղափար, որ մտքերը հավանում եմ, ուզում էի կիսվել մարդկանց հետ, նկարեմ, տեղադրեմ, որ մնա։ Նպատակս դա է եղել ի սկզբանե և մինչև հիմա էլ դա է։ Տարբեր թեմաներով են, աստվածաշնչյան, սիրային, պատերազմի, կլինեն նաև այլ թեմաներ։ Էն ինչը որ ասում եմ, հավանում եմ դրա համար եմ ասում, քանի որ ինքս ինձ համար եմ անում։ Եթե ապրում ես, նորմալ է, որ սխալ մարդիկ էլ կլինեն քո կյանքում, սխալ որոշումներ էլ կկայացնես,
բայց ասել փոշմանել եմ սխալ է։ Ինչի, որովհետև այդ պահին չես իմացել արածդ սխալ է թե ճիշտ։ Արել ես, որովհետև մտածել ես ճիշտ ես անում։ Եթե ասես փոշմանել եմ, կփոշմանես, եթե գիտակցաբար այդ սխալն արել ես։ Ասել, թե սխալներից հետո ինքս իմ բնույթն, իմ էությունը փոխում եմ, ոչ։ Ես միշտ եղել եմ և մնում եմ նույն մարդը։ Միշտ ուղիղ եմ խոսում, ամեն ինչ պարզ եմ ասում։ Պետք է արածդ սխալներից պարզապես հետևություն անես և փորձես նմանատիպ սխալներ էլ չանես։ Թե որ հաստատ չես անի, դա ոչ ոք չի կարող ասել։ Խոսք եղավ նաև ամուսնալուծությունից։ Անիմաստ է խոսել այդ թեմայից, դա արդեն փակված թեմա է։ Անցյալում ինչ եղել է, արդեն եղել է, բան չես կարող փոխել։ Ինչքան որ մարդիկ գիտեն, դա բավական է։ Ուղղակի խնդրում եմ բոլոր լրատվականներին, բոլոր մարդկանց ինձ ոչ մի ձև չասոցացնել տվյալ ազնվորության հետ։ Նա ունի իր կյանքը, ոնց ուզում է թող ապրի, ինձ անկեղծ ասած չի հետաքրքրում։ Ես տվյալ անձնավորության հետ ոչ մի կապ չունեմ և չեմ էլ ունենա։ Այսքանով թող փակվի այս թեման։ Արդյոք Աշոտ Պողոսյանի ընտրյալը կարող է լինել դերասանուհի։ Նա այս մասին խոսեց։ Երբեք չեմ բացառել, որ կլինի դերասանուհի, բայց չեմ կարծում, որ կլինի։ Որովհետև չեմ ուզում փակագծերը բացել, բայց դժվար իմ ընտրյալը լինի դերասանուհի։ Չէի ուզի, որ դերասանուհի լիներ։ Դերասանների մոտ շատ հանդիպող երևույթ վատ բնավորություն է դերի տակ մնալը։ Չեմ բացառել, որ ապագա կողակիցս կարող է լինել դերասան։ Եթե սիրեի ինչ-որ մեկին, հաստատ չէի նայի նրա մասնագիտությանը, բայց լավ կլիներ այդպես չլիներ, և չի լինի։ Խոսեց ապագա պլաններից։ Ունեի արտերկրից նկարահանվելու առաջարկ։ Նույնիսկ 3-4 ամիս անգլերեն էի պարապում։ Ամեն ինչ թողել էի։ Գործերս, ընկերներիս հետ էլ էի շատ քիչ ժամանակ անցկացնում։ Ինչ-ինչ պատճառներով հիմա հարցական է, կլինի թե ոչ։ Անկեղծ ոչինչ չէի անում, օրը 4-5 ժամ անգլերեն էի պարապում։ Այդ նախագծով էի տարված, քանի որ հարցական է, չգիտեմ ինչ կլինի, դեռ չեմ խոսի դրա մասին։ Ինչպես որ արդեն նշել էի, ցանկանում եմ թատրոն վերադառնալ։ Եվ մոտակա ամիսներից գլխավոր նպատակը թատրոն վերադառնալն է։ Ընթացքում եթե լինեն առաջարկներ կդիտարկեմ։ Այս պահի դրությամբ կասեմ այսքանը և կհուսամ, որ դրսից պրոյեկտ կլինի։ Զրույցի վերջում պատասխանեց հաղորդման այն հարցին, թե որն է իր համար բացարձակ արժեք։ Բացարձակ արժեք ինձ համար ընտանիքն է։ Չգիտեմ դա լավ է թե վատ, բայց եղել են ժամանակներ, օրինակ, կարիերա թե ընտանիք, ես միշտ ընտրել եմ ընտանիք։ Եթե ես ունենամ ինչ-որ ֆանտաստիկ առաջարկ և խնդիր ունենամ, օրինակ, չգիտեմ, կորցնեմ իմ սիրած մարդուն, ես միշտ ընտրում եմ ընտանիքը։ Շատ լավ է, որ նկարվում ես, բայց մի տարի հետո բոլորը մոռանում են դրա մասին։